Իսպանիայի թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախ մասնակցել է ՄԱԿ-ի զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։ ՄԱԿ-ի զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում ունեցած իր ելույթում Վահագն Խաչատուրյանն ասել է, որ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում առավել քան երբևէ անհրաժեշտ է համախմբել բոլորի ջանքերը, դրսևորել համերաշխություն եւ ամուր քաղաքական կամք կայուն զարգացման 2030 օրակարգի իրագործման ուղղությամբ։ Գլոբալ զարգացման օրակարգում ի հայտ եկած մտահոգիչ միտումները հատկապես ուժեղ հարված են հասցնում հատուկ կարգավիճակ ունեցող երկրներին, ամենաքիչ զարգացած երկրներին, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին եւ զարգացող փոքր կղզի պետություններին, որոնց համակարգային խոցելիությունները խոչընդոտում են կայուն զարգացման նպատակների իրագործմանը։ Նա Հայաստանի օրինակն է բերել, որը դասվում է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին եւ միևնույն ժամանակ այն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է, որն առերեսվում է բազմաշերտ մարտահրավերների։ Արցախից հարկադրաբար տեղահանված 115,000 փախստականների հոսք, կլիմայի փոփոխության հետևանքով կրկնվող աղետներ, համաշխարհային շուկաներին եւ արժեքային շղթաներին միանալու դժվարություններ։ Սակայն Հայաստանը ըստ Խաչատուրյանի արկադրված է սահմանափակ ռեսուրսներն ուղղել իր ավելի քան 13 միլիարդ դոլար կազմող պետական պարտքի սպասարկմանը, ի հաշիվ հումանիտար կլիմայի փոփոխությունների մեղմացման եւ կայուն զարգացման կարիքների ֆինանսավորման։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ անհրաժեշտ են նպատակային եւ գործուն քայլեր հաղթահարելու գոյություն ունեցող անհավասարությունները եւ միջազգային ֆինանսական համակարգի բացերը։ Որպես կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի հաջորդ տարվա նախագահող Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել բոլոր գործընկերների հետ կենսաբազմազանության ֆինանսավորման բացերը լրացնելու համար։ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Սևիլիայի համաձայնագիրն իր հեռանկարային հանձնառություններով նոր թափ կհաղորդի միջազգային հանրության ջանքերին, բարեփոխելու միջազգային ֆինանսական համակարգը, բարձրացնելու դրա դիմակայունությունն ու արդյունավետությունը։ Այնուհետ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Անգոլայի նախագահ Ժոաո Լորենսոյի հետ։ Նախագահներն անդրադարձել են տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, ադամանդագործության եւ հարակից ոլորտներում առկա փոխգործակցության ներուժի բացահայտման եւ իրագործման հարցերին։ Անգոլայի նախագահը պատրաստակամություն է հայտնել մասնավորապես ադամանդագործության ոլորտում փոխգործակցության խթանմանը, նկատի ունենալով նաեւ այն, որ Հայաստանն այս բնագավառում ունի ձևավորված ավանդույթներ, որոնք զարգացման մեծ ներուժ ունեն։ Հատուկ ընդգծվել է նաեւ Անգոլայում Թումո կենտրոն հիմնելու նախաձեռնության կարևորությունը, դիտարկելով այն որպես արդյունավետ քայլ ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ։ ՄԱԿ-ի զարգացման ֆինանսավորման 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին եւ զարգացումներին, խոսել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Տիգրան Վակիմյան, Հորիզոն։